Հայաստանում այդ մոդելինգային կարիերա ասվածը կա։ Էս են հարթակներ, որը որ մի քանի ժամում է ստեղծում այդ հնարավորությունը հայտնի դառնալու։ Հետաքրքրվում են քո սիրտը ազատ է թե ոչ։ Այդ քանակով աղջիկներ ու 1 ամիսը պատրաստվելու ընթացքում ավելի շատ ջերմ ու կերականներ, քան ինչ-որ մրցակցային։ Գիտակցել ես, որ ինչ-որ մի ոլորտ ես մտնում, որտեղ լավ բաներ չեն խոսում, օրինակ։ Ես հաղթել եմ գեղեցկության մրցույթում, ունենալով վիզիտիկով, որը շատերի համար գեղեցկության ստանդարտներից դուրս է։ Դու շատ մարդկանց համար հիմա ոգեշնչման աղբյուր ես իհարկե, բայց շատերը դեռ այդ հաղթահարման փուլում են գտնվում, եւ քանի որ մասնագետների դիմերն էլ մեծ խնդիր է Հայաստանում, բժիշկ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Ռաֆայել Պետրոսյանը իր համախոհ ընկերների հետ ստեղծել է մի քարտակը, որտեղ կարող են առցանց գրանցվել, խորհրդատվություն վերցնել եւ այցելել, վստահելով, որ վստահելի մարդկանց ձեռքերում են։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է Miss Աշխարհ 2019 Յաննա Ոսկերչյանը։ Ողջույն գեղեցկուհի, ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ։ Ինչով ես զբաղվում այս ընթացքում դու։ Մենք գիտենք 2019 թվականին դու ներկայացրեցիր Հայաստանը Miss Աշխարհ մրցույթում։ Ուզում եմ հասկանալ դրանից հետո, երբ որ արդեն մրցույթը ավարտվում է, հետ եք գալիս մոդելները առհասարակ հետ են գալիս Հայաստան։ Ինչով են զբաղվում։ Հայաստանում այդ մոդելինգային կարիերա ասվածը կա։ Կարծում կա, իհարկե կա կարիերան, բայց ի սկզբանե ես այդքան էլ հետաքրքրված չեմ եղել որպես հենց մոդել ներկայանալու մեջ։ Իմ կարծիքով նախ առհասարակ գեղեցկու առաքելությունն է մի փոքր այլ, իհարկե կարելի է երկուսն էլ համատեղել, բայց իմ նպատակները մի փոքր այլ էին ու այդ ոլորտում այդքան էլ չեմ փորձել խորանալ։ Անում եմ այնքանով, ինչքանով որ ինձ հետաքրքիր է ու հաճելի է։ Այդպես այս փուլում, եթե հենց այդ ոլորտի կողմից նայենք, ես ավելի շատ backstage-ում եմ, քան բեմում։ Իսկ ինչով ես առհասարակ զբաղվում, որդ ինչով ես լցնում։ Դե տարբեր զբաղվածություններ ունեմ, եթե նորից վերադառնալով քո հարցին ոլորտի հետ կապված, այժմ դասավանդում եմ որպես դեֆիլեի մասնագետ, թե փոքրերին, թե մեծերին, Kids Fashion Days, Step Models նախագծերում որպես մասնագետ դեֆիլեի իմ փորձն եմ փոխանակում, փորձով եմ կիսվում երեխաների ու արդեն մեծերի հետ։ Դու ասացիր, որ հետաքրքրված չես այս ասպարեզում շատ, չէ՞, հետաքրքրվածությունդ մեծ չէ։ Հետաքրքիր է ի սկզբանե մրցույթին մասնակցելուց առաջ ինչ նպատակով ես դու գնացել մրցույթին եւ դրանից հետո ինչքանով արդարացավ քո սպասելիքները ու հետո ինչի որոշեցիր, որ չես շարունակելու, ինչ որ չափով չես շարունակելու, մասամբ ես շարունակելու։ Հետաքրքրված չեմ այնքանով, որ նկարահանումների մասնակցում եմ որպես մոդել ներկայանում եմ, բայց դա իմ կյանքի գերնպատակը չի, դա իմ միակ գործունեության ոլորտը չի։ Ես չեմ փորձում միայն հաստատվել ու մնալ այդ կետում, բայց ի սկզբանե որ որոշել եմ մասնակցել գեղեցկության մրցույթի, դա չի եղել մոդելինգով զբաղվելու այդ ոլորտ մտնելու նպատակը։ Ինձ համար, իմ կարծիքով առհասարակ աշխարհում, ինչպես ես շատ անգամ, գրեթե ամեն անգամ նշում եմ, գեղեցկու առաքելությունը դա ժպիտներ պարգևելն է, գեղեցկու առաքելություն դա բարին գործելն է, ժպիտներ պարգևել իր օրինակով, իր քայլերով, մարդկանց համախմբելով որևէ դրական ու բարի գործի շուրջ եւ ի սկզբանե նախ որ գնացել եմ գեղեցկության մրցույթի, ես ունեի հստակ ասելիք ու նպատակ, ինքս ինչ որ տարիքում հասունացման եւ իմ մոտ առաջ եկավ վիտիլիգո, այդ անցումային տարիքն էր 16-17 տարեկանում ու այդ տարիքում շատ ավելի խոցելի էի ու ունենալով վիտիլիգո բախվեցի հասարակության ճնշմանը տարբեր կարծիքներին ու դա ինձ խանգարեց ընդունել ինձ այնպիսին ինչպիսին որ ես կամ դարձել եմ ու այդ ամեն ինչը ինքս հաղթահարելով նամանավանդ գեղեցկության մրցույթում առաջին ուզում էի խոսել հենց այդ մասին, որ ես հաղթել եմ գեղեցկության մրցույթում, լինելով տարբերվող, լինելով այդ ստանդարտներից դուրս, ունենալով վիտիլիգո, որը օրինակ շատերի համար ինչ որ իրենց չափանիշներով գեղեցկության ստանդարտներից դուրս է, բայց ես ուզում եմ, որ 21-րդ դարում այդ ստանդարտները գեղեցկության չափորոշիչները չլինեն ու գեղեցկությունը իմ կարծիքով քո քայլերի ու բարության ու կրթության մեջ է եւ որպես գեղեցկուհի տիտղոսակիր ես արդեն սկսեցի ավելի ոչ թե մոդելինգով զբաղվել, այլ ժպիտներ պարգևելով։ Մի շարք նախաձեռնություններ ենք ունեցել ամենասկզբից, բայց ամենայից հոգեհարազատը, որտեղ ես մնացել եմ եւ մինչ օրս կամ լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրն է,
Իհարկե շատ տարբեր նախաձեռնություններ եմ ինքս ստեղծել, սկսել եւ ընկերներից միջոցով շատ նախաձեռնությունների կողքին եմ եղել, բայց այս դպրոցը երևի ինձ ամենահոգեհարազատն էր, որի հետ մինչև օրս փորձում ենք աշխատել ու չգիտեմ, ինչով կարողանում եմ օգնել։ Դու ինքդ քո խոսքում անդրադարձար քո առանձնահատկությանը, այսպես ասել, այսպես ձևակերպեմ միտքը։ Դու դեռահասության շրջանում, երբ սկսեցիր չընկալել, քեզ չընդունել քո մարմինը, այսպես ասած, ինչպես հետո փորձեցիր հաղթահարել դա։ Կամ ինչն էր քեզ կաշկանդել, որ դու հասկացել էիր տարբերվում ես։ Նախ երևի թե կուզեմ ներկայացնել վիզիլիգոն ինչ է, որովհետև շատ անգամ մարդիկ չեն իմանում, մաշկային առանձնահատկություն է, որը որ չունի նախ որևէ բացատրություն, թե ինչու եւ ինչպես սկսվեց։ Մաշկիդ վրա հայտնվում են գունաբացված սպիտակ հատվածներ, ու ոչ միայն մաշկի վրա, այդ հատվածներում նաեւ կարող են մազերը սպիտակել, անգույն լինել, առանց գույնի պիգմենտի։ Ու չունի որևէ բժշկական հստակ բացատրություն եւ չունի բուժում։ Եվ չկա որևէ հարցի հստակ պատասխան։ Կկանգնի process-ը, կշատանա, կանցնի, ամեն մարդու մոտ տարբեր կերպ կարող է դրսևորվել, կարող է մեկի մոտ 1 տարի հետո անցնել, մյուսի մոտ շատանալ, մյուսի մոտ ուղղակի այդպես էլ մնալ։ Ինձ մոտ դեռևս ակտիվ կերպով շատանում են սպիտակ հատվածները։ Եվ այդ ժամանակ ես ինքս չէի հասկանում, քո այդ մի բան է տեղ ունեցել, որի պատասխանը դու չունես։ Ու ես ինքս մինչդեռ կհասկանայի լավ է, վատ է, կապված է գեղեցիկի ու տգեղի հետ թե ոչ, բախվում ես հասարակության ճնշմանը։ Երբ ամեն անգամ փողոց ես դուրս գալիս ու մարդիկ քեզ հետ խոսելիս փոխանակ աչքերիդ մեջ նայեն, ուսումնասիրում են քո մարմնի վրայի բծերը։ Երբ մարդուն մի փոքր մոտ ես կանգնում, ինքը փորձում է խուսափել քեզ դիպչելուց, որովհետև մտածում է, որևէ վարակիչ հիվանդություն է։ Ու շատ քո առօրյայում կյանքում սկսում է դա քեզ խանգարել ու ստիպում է քեզ մտածել, որ այս բանը, որ ինձ հետ եղավ անհասկանալի պատճառով, վատ է, որովհետև այս բանի հետևանքով ես բախվել եմ այս խնդիրներին, մարդկանց հայացքներին, ինչ որ անհամար հարցերին, այդ նույն խուսափելը մարդկանց ու ավելորդ ինչ որ ուշադրությունը քեզ հակառակն է տրամադրում, ստիպում է, որ դու մտածես, որ երևի վատ է, երևի։ Իսկ որ կետից սկսեցիր արդեն հաղթահարել առանձնահատկությունդ։ Նախ ինքդ քո հետ պիտի հաշտ լինես, ամեն առավոտ։ Հասկացար, որ դա առանձնահատկություն է քեզ համար։ Երևի երկար փուլ էր, հաստատ երկար փուլ էր, բայց կամաց ես եկա դրան, ինքս ինձ մեջ ամեն օր հայելու մեջ տեսնելով ինչ-որ փոխված դեմք, որովհետև այդ լաքաները գնալով մեծանում են, փոխվում են, ամեն օր ինչ-որ նոր սպիտակ բիծ ես տեսնում, ինչ-որտեղ ուրախանում ես, ինչ-որտեղ տխրում ես այդ անսպասելիությունից, բայց ժամանակի ընթացքում ես սկսեցի սիրել ու հասկացա, որ բացարձակապես չի ազդում իմ արտաքինի վրա։ Ռուսները գեղեցիկ խոսք ունեն, красоту ничем не испортишь, особенно если это красота внутри тебя։ Ես կարծում եմ, որ ներքուստ մարդը գրագետ է, կիրթ է, բարի է, դրական է, այդ գեղեցկությունը ինչ ձևով էլ ուզում է դուրս է ճառագայթելու իր միջից։ Կապ չունի քթի ձևը, ոտքերի ձևը, աչքերի ձևը, ոչինչ կապ չունի, մաշկի գույնը, մարդու էներգետիկան դրական է, մարդը արդեն գեղեցիկ է դիմացինի աչքերում։ Իսկ գիտես դու ասացիր հայլու դիմաց կանգնում ես, չէ, չգիտես ուրախանաս, տխրես ամեն անգամ ինչ որ նոր բան տեսնելիս, կարելի է ասել, որ մինչև հիմա դու հաղթահարման փուլում ես։ Հիմա արդեն ոչ, հիմա արդեն հաստատ ոչ։ Դե ոնց որ արդեն ասեցի, մանավանդ որպես հենց ընդունված գեղեցկուհի է, այսպես ասած, թակադրված գեղեցկուհի, ես ավելի եմ շեշտը դրնում դրա վրա, որ ես ընտրվել եմ որպես ամենագեղեցիկ աղջիկ, անգամ իմ առանձնահատկությամբ, որը դեռևս շատ երեխաների մանկապարտեզներում, դպրոցներում, ովքեր ունեն այս խնդիրը, կարող է կոմպլեքսավորել, որ գոնե այդ մանկահասակ տարիքից, որ շատ ավելի փխրուն ու զգայուն են մարդիկ, ինչ որ չափով գոնե ես լինեմ օրինակ, որ մարդը չմեծանա ու չձևավորվի այդ կոմպլեքսներով։ Յաննա, դու շատ մարդկանց համար հիմա ոգեշնչման աղբյուր ես իհարկե, բայց շատերը դեռ այդ հաղթահարման փուլում են գտնվում, իհարկե խոսքը չի վերաբերվում միայն հենց այս առանձնահատկությանը, մենք ազգը, մեր ազգը արդեն իսկ շատ էմոցիոնալ ազգ է, բայց երևի ամենակիչը մեր հոգեկան առողջության մասին ենք մտածում, եւ քանի որ մասնագետների դիմելն էլ մեծ խնդիր է Հայաստանում, բժիշկ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Ռաֆայել Պետրոսյանը իր համախոհ ընկերների հետ ստեղծել է միտք հարթակը, որտեղ կարող են առցանց գրանցվել, խորհրդատվություն վերցնել եւ այցելել, վստահ լինելով, որ վստահելի մարդկանց ձեռքերում են։ Յաննա, խոսելով մոդելինգային այդ ասպարեզից, մի հարց է ինձ շատ հետաքրքրում, շատերը այդ ոլորտը այսպես ասած ոչ լավ աչքով են նայում։
Բայց դու բացառություն ես, որովհետև քեզ բոլորը սիրում են, երբևիցե քո անվան հետ կապված ինչ-որ սկանդալային բան չի եղել։ Դու այդ ամենը մոդելինգային կարիերա մտնելուց առաջ մտածում էիր, որ կարող են օրինակ քո մասին նման բան խոսել, կամ դրանից հետո օրինակ դու այդ ընթացքը ոնց ես հաղթահարել։ Գիտակցել ես, որ ինչ որ մի ոլորտ ես մտնում, որտեղ լավ բաներ չեն խոսում, օրինակ։ Կարծում եմ, որ բոլոր ոլորտներում են այդ մասին խոսում, ուղղակի կան որոշ ոլորտներ, որոնց մասին առհասարակ ավելի թիրախային են, ավելի։ Ոչ թե թիրախային են, այլ հանրային են։ Իրենց մասին հաղորդումները, տվյալ մարդկանց մասին, այս նույն հարցազրույցները ավելի շատ հանրայնություն եւ խոսելու առիթներ են ստեղծում։ Մնացած ոլորտները այդքան հանրային չեն, որ մենք իմանանք, թե ինչ է կատարվում ներսում, բայց կարծում բամբասանք ու այդ խոսակցությունները ամենտեղ ու ամենուր մարդկանցից անբաժան են։ Թե մոդելային ոլորտը, թե դերասանական, չգիտեմ, ցանկացած բան, որը որ sense թիրախային է ու ուշադրության կենտրոնում է, ավելի ակնհայտ է, ավելի մարդկանց աչքերին։ Բայց դու գիտակցում էիր, որ նման ոլորտ ես մտնում։ Որպես այդպեսին ես սկզբում հենց այդպես ոլորտին չէի մոտենում ու այդ մտքով չէի ներխուժում այս ոլորտ։ Ավելի շատ իմ վախերն էին, որ հաղթելու պարագայում հենց այդ բացասական մեկնաբանությունները, կարծիքները, որովհետև ավելի շատ իմ կարծիքով թիրախայիններ, եթե քեզ որպես կոնկրետ գեղեցկուհի են ընտրում, մարդիկ հենց այդպես էլ սկսում են դատել ու քննադատել քո ամեն մի սանտիմետրը։ Ես այդ քննադատություններից ավելի շատ էի վախենում։ Հա, ես տեղյակ եմ, որ այդ օրը, երբ դու դարձար, այդ տիտրոսը վերցրեցիր, դու չես հետևել նրա հոսին, որպեսզի վատ մեկնաբանությունների չհանդիպես։ Հիմա հետաքրքիր է, նույնը հիմա կանեիր, թե արդեն հաղթահարել ես դա։ Չգիտեմ հիմա նույնը կանեի, թե ոչ, երևի թե նույնը կանեի, որովհետև մինչև հիմա տենց եթե մեծ ալիք է բարձրանում բացասականի, ես այդ տեսակը չեմ ու կարողանում ուղղակի արհամարել ու անցնել առաջ։ Բայց բարեբախտաբար իմ հանդեպ այդ բացասականի ալիքը չեղավ։ Առավոտյան երբ արդեն արթնացել էի ու նորից միայն իմ անձնական նամակներն էի հա թերթում, հիշում եմ որ մեր հարսիկներից նամակներով գրել ու նկարել ուղարկել էր, որ ամբողջ գիշեր դրել եմ, ամբողջը կարդացել եմ, ոչ մի բացասական մեկնաբանություն, ոչինչ չկա, մարդիկ քեզ շատ են սիրել ու արդեն այդտեղից ոգևորվեցի, ինքս մտա, սկսեցի ինքս իմ անազգանով ինչ-որ նյութեր փնտրել, նոր բաներ որ կարդամ, ինքս ուրախանամ, ոգեշնչվեմ։ Իհարկե հատուկենտ ինչ-որ կարծիքներ կային, բայց որպես այդպեսին բացասականը ես չեմ նկատել։ Շատ ուրախ ու շնորհակալ եմ։ Եղել է ինչ-որ կոմենտ կարդաս ու դա քո վրա մեծ ազդեցություն թողնի։ Ինչ որ կոմենտ չէ, բայց եղել է շրջան վերջերս ինչ որ կոնկրետ նկարանումից հետո, որ մի քիչ տենց կարծիքները ինձ համար անսպասելի էին։ Դա ազդեցություն թողել է, բայց անցել է։ Ահա։ Ինձ համար երևի թե այդ կերպարը չափազանց համարձակ էր, չնայած ես այդ կերպարը որպես համարձակ չէի էլ ընկալում ու չէի էլ սպասում որ այդպես կընկալվի։ Երևի թե դա ավելի շատ իմ ներսից է, որտեղ ես ինձ այդպեսին չեմ տեսնում, բայց մարդիկ էլ երևի զարմացան ինձ այդ կերպարում տեսնելով, դրա համար քննարկումները շատ էին։ Մի քիչ ինձ համար անսպասելի էր, բայց անցավ։ Լիաննա, հետաքրքիր է մրցույթային այդ շրջանում քո եւ մյուս գեղեցկուհիների Հայաստանի մասին չէ խոսքը, ինչպես էր ընկերություն էի կանում իսկապես, թե ամեն դեպքում մրցույթային այդ լարվածությունը մեկը մյուսի հանդեպ կար։ Քանի որ մասնակիցների քանակը շատ մեծ էր, 130 երկիր էր մոտ ներկայանում, ու մեզ ըստ լեզվաընտանիքների էին բաժանել, մենք ավելի ռուսախոս աղջիկներով էինք, ռուսախոս երկրներով էինք, հա, իրար հետ մենք անգամ ըստ գույների բաժանել էին դեղին, կանաչ, կարմիր կապույտ, ու մեր դեղին խումբը ամբողջը այդ ռուսերեն խոսող, ռուսերեն լեզվի տիրապետող աղջիկներն էին։ Մենք իհարկե մտածողությամբ, մշակույթով ինչ որտեղ շատ ավելի նման էինք իրար ու մոտ էինք, քան մնացած, հա, մեր խմբերը։ Այդ օղակով շատ մտերիմ էինք, մնացածի հետ իհարկե նորից շփում կար, ընկերական էինք, լարվածություն բացարձակ ինչ-որ մրցակցային որևէ բան չեմ նկատել, չի եղել, ոչ թե չեմ նկատել։ Այդ քանակով աղջիկներ ու մեկ ամիսը պատրաստվելու ընթացքում ավելի շատ ջերմ ու ընկերականներ, քան ինչ-որ մրցակցային լիներ։ Լիաննա, Հայաստանում միայն մոդելինգային կարիերայով հնարավոր է ապրել։ Կարծում եմ այո, ցանկացած ոլորտում, եթե դու ունես նպատակ, աշխատասեր ես, այո, ու Հայաստանում սկսելով գնալ դեպի միջազգային շուկա, ունենալով մեծ նպատակներ, ըստ ամեն ինչի կարելի է ձգտել ու հասնել։ Եղել է շրջան, որ վատ կոմենտի ես բախվել եւ դա քո վրա ազդեցություն է թողել, մտքիցը դուրս չի եկել։ Ազդեցություն չէ, բայց երևի ավելի շատ զավեշտալի էր, հենց այդ նախնական փուլում, որ նոր էի հաղթել ու ուղղակի իմ մասին գրում էին անընդհատ, որ մեր գեղեցկուհին տեղեկատվական, հա, նորություններ էին։ Մի կոմենտ շատ լավ տպավորվել է, որ գրել էին
իր քիթը գոնե կվիրահատեք, նոր կուղարկեք մրցույթի, ու դեռևս գոնե մի բան որ հաստատ որևէ կոմպլեքս չունեմ, դա իմ քիթն է, չգիտեմ մոկադրում ոնց է երևում, որովհետև երբեմն իրոք կողքից ինչ որ նկարներով կամ կադրում որ տեսնում եմ, այն չի ինչ որ ես տեսնում հայելում, հուսով եմ մեր հայելին չի խափում, կադրն է երբեմն անհաջող լինում, բայց դրանից շատ էի տպավորվել, որովհետև ավելի շատ կադրն է, ավելի շատ ծիծաղելի է։ Հետաքրքիր է, հիշում ես, որ երբ քեզ հայտարարել են առաջին հարցազրույցը քով ես են վերցրել։ Ես հենց նոր հիշեցի, հենց որտեղ եմ առաջին հարցազրույցը։ Ես ես նոր հիշեցի, որ հենց հայտարարեցին քո անուն ազգանունը։ Ես միանգամից բարձրանում եմ բեմ եւ այո, առաջին էքսկլյուզիվ հարցազրույցը վերցրել եմ։ Թագս ընկնում էր ծուռ։ Այո, եւ հիշում եմ բոլոր լրատվականներում հենց այդ ծուռ թագով էլ նկարները բոլոր փորձում էի ասած ուղղել ինքան հետ ընկնում էր, ամա չպե որ երկու ձեռքով բռնեի ու ամուր դնեի, փորձում էի ասած ինչ որ շարժումներով իրան ուղղել, ինքը չէր ուղղվում, ընկնում էր։ Այ քո կյանքում ինչ է փոխվեց այդ օրվանից հետո, երբ արթնացար ու գիտես արդեն Հայաստանում հայտնի ես։ Վայ։ Դե այդ այն հարթակն է, որ քեզ տալիս է այդ հայտնիության ինչ որ չափով միանգամից, հա, եթե թեկուզ հիմա շատ հեշտ է դարձել հայտնի դառնալ սոցհարթակներում, բայց ամեն դեպքում ինչ որ շրջան պիտի անցնես, ինչ որ փուլերով, ժամանակահատված ու գնալով այդ հայտնիությունը մեծանում է, իսկ այս այն հարթակներ, որը որ մի քանի ժամում է ստեղծում այդ հնարավորությունը հայտնի դառնալու, դու ուղղակի րոպեների ընթացքում հետո թեկուզ ակտիվացնելով, թերթելով քո սոցիալական կայքերը անընդհատ տեսնում ես այդ աճող ակտիվությունը։ Իհարկե անսովոր է, երբ մարդկանց ուշադրության կենտրոնում ես, երբ անցնում ես ու լսում ես քո անունն են, քննարկումներ են սկսվում, բայց հաճելի է։ Իսկ դու ինչ որ չափով պատասխանատվություն զգում ես այդ մարդկանց հանդեպ, որոնք սկսեցին այդ օրվանից քեզ հետևել սոցցանցերով, ինչ այս պահը։ Այո, պատասխանատվություն ունես դու իրենց։ Իմ կարծիքով, իմ կարծրատիպերով լինել ինչ որ օրինակ, որը որ ես կուզեմ այս հասարակության մեջ տեսնել, հա, խոսքով, թեկուզ հակուկապով, կեցվածքով, ամեն ինչով ու ժպիտներ պարգևելով։ Դու հիմա պատրաստ ես մի քանի վատ կոմենտի բախվել։ Երևի։ Ոսրով չես լացի, ոչ չգիտեմ որտեղ հա չէ։ Դե շատ քիչ եմ կարողացել գտնել, որովհետև քեզ սիրում են։ Տեսնենք։ Հետաքրքիր է։ Հիմա մենք շատ կոմենտ չենք կարդել, գրեք էլի։ Հետաքրքիր է, դու հատուկ սննդակարգ ես պահում, որ միշտ սլացիկ կազմվածք ունես, թե բնատուր։ Որ ասեմ հատուկ սննդակարգ եմ պահում, բայց բնատուր էլ սլացիկ մարմինը ինձ տրված չի, ես ունեմ հակում գիրանալու, ուղղակի բնատուր ես ունեմ լավ սովորություններ ու հիմնականում սիրում եմ ու նախընտրում եմ այն ուտեստները այն ամենը ուտել, ինչը որ այդքան էլ վնասակար կամ գիրացման հակման չի բերում, հա։ Երբեմն իհարկե չարաշահումներ լինում են, բայց դրանք այնքան հազվադեպ են, որ իրենց ազդեցությունը այդքան էլ մեծ չի ու այդքան էլ չի երևում։ Ահա, բայց նաև գիտեմ, որ առողջ ապրելակերպի կողմնակից ես դու, հնարավորինս առողջ ես սնվում։ Իսկ ալկոհոլ օգտագործում ես դու։ Ոչ այնքան։ Գարեջուր։ Գարեջուր։ Երևի թե գարեջուր մի քիչ եւ գինի երբեմն ընկերների հետ ուղղակի որպես ինտերակցիան միջոց, բայց ոչ։ Ես քեզ առաջարկում եմ այցելել մեր գործընկերոջ մոտ, երբ որ ընկերներով հավաքվեք եւ հետաքրքիր երեկո անցկացնեք, Պաուլաներում եւ կգտնես շատ առողջ ուտեստներ, եթե ծովամթերքի սիրահար ես, ծովամթերքներ, համեղ ստեյքներ։ Սիրահար եմ։ Ահա, եւ իհարկե շատ համեղ եւ բազմատեսակ գարեջրեր։ Այնպես որ քեզ կսպասեմ Պաուլաներում։ Սիրով։ What more are you looking for under the sea? Under the sea, darling, it's better down where it's wetter. Take it from me. Up on the shore, they work all day. Out in the sun, they slave away. While the devoting full time, you floating under the sea. Նաև առողջ ապրելակերպի ջատագով լինելով հանդերձ, ես կարծում եմ արդեն իսկ, որ կանաչ ապագային, մեր կանաչ միջավայրին կարծում եմ կարևորում ես կանաչ միջավայրը։ Ես ուզում եմ քեզ ծանոթացնել մեր գործընկերոջ Էկովիլի հետ, որը արևային ընկերություն է եւ 10 տարի ոլորտում է։ Կայացնում է միջազգային առաջատար ապրանքանիշների արևային համակարգեր, բնակելի, կոմերցիոն եւ արտադրական մասշտաբների ծրագրերի համար Հայաստանում, Վրաստանում եւ Շվեյցարիայում։ Իդեպ այն ունի թվային նոր համակարգ, որ տանը նստած պարզապես կարող եք գումար վաստակել, կարող ես մտածել ինչպես։
Պարզապես խորհուրդ տալով։ Այդ թե ինչպես մանրամասներին կարող եք ծանոթանալ Ecovil ընկերության պաշտոնական էջում եւ սոցհարթակներում։ Կարող եք զգալ արևի ուժը Ecovil-ի հետ միասին։ Արդեն 10 տարի Ecovil-ը առաջատար դիրք է զբաղեցնում արևային էներգիայի ոլորտում եւ ներկայացնում է միջազգային առաջատար ապրանքանիշերի բարձրակարգ ապրանքատեսականին։ 2015 թվականից Ecovil-ը միավորում է արևի ուժն ու ժամանակակից որակյալ տեխնոլոգիաները, Հայաստանում ներդնելով վերականգնվող էներգիայի նորարարական ինժեներական լուծումներ։ Մեր նպատակն է ստեղծել կանաչ եւ կայուն ապագա, միաժամանակ խթանելով էներգետիկ անկախության զարգացմանը։ Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը եւ ոլորտի խոշորագույն գործատուն, նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը։ Ecovil թիմի մասն են կազմում ավելի քան 350 առաջատար մասնագետներ, ովքեր իրենց փորձով եւ գիտելիքներով նպաստում են ոլորտի առաջխաղացմանը։ Ընկերությունը գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս, Վրաստանում եւ Շվեյցարիայում։ Միացեք նրանց, ովքեր ընտրել են Ecovil եւ զգում են արևի ուժը արդեն 10 տարի։ Ecovil. Զգա արևի ուժը։ Լիաննա Գրոհի ընկերության մասին տեղյակ ես դու։ Գազավորված ջրերի։ Այո։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ գազով ջրերի Գրոհեն արդեն 4 տարեկան է եւ պաշտոնական ներգրողը գործընկերը United Technical Service-ն է եւ մեր հաղորդման գլխավոր գործընկերն է։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ արդեն վաղուց գործարկվել է Shop Grohe.am-ը եւ այնտեղ կարող են վայրկյանների ընթացքում գնումներ կատարել եւ ստանալ արդեն տանը ընդամենը 24 ժամվա ընթացքում։ Հայաստանում միակ ու առաջին Գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop Grohe.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Լիաննա, եւ անցանք կոմենտներին։ Չենք լարվում, որովհետեւ վատը չեն ու հիմա միանգամից վատը։ Հետաքրքիր է։ Տես ասում են նուրբ աղջիկ է, բայց ձայնը շոտ կոպիտ է։ Ահա։ Չասեմ, բարեկեց միանգամից ձայնը։ Չէ, ես վստահեցնում եմ, որ կոպիտ ձայն չի քո ձայնը։ Շնորհակալ եմ։ Սփոփեց մեկնաբանությունը։ Ուրեմն մի հաղորդման մեկնաբանության դաշտում են գրել այս մեկնաբանությունը, որտեղ դու ներկայացել ես եւ այդ թագադրման արարողությունից ընդամենը օրեր է անցել եւ ասում են առանց թագի գալ հնարավոր չէր։ Վայ։ Չէ։ Իդեպ դա պարտադիր պայման է կրում, որ հարցազրույցներին չեն ներկանան։ Այո։ Իսկ թագը հետաքրքիր է, քեզ մոտ է։ Ոչ։ Թագը փոխանցվում է ամեն տարի հաջորդ գեղեցկուհուն։ Ոչ չի մնում ոչ մի թագեր կա։ Ես շատ կուզենայի, որովհետեւ որպես տես խորհրդանիշ ինքը շատ գեղեցիկ սիմվոլ է, որ հետագայում ես փոխանցեմ իմ երեխաներին, իրենք, որպես ինչ որ տենց մնայուն հուշ սիմվոլ, որ իմ կյանքում նման փուլ է եղել, բայց դեռևս չկա։ Լիաննա, ներողություն եմ խնդրում, բայց տես ինչ են գրել։ Վայ։ Կներեք իհարկե։ Բայց այս աղջիկը Miss Հայաստանն է, հասարակ, անգամ միջինից ցածր արտաքին ունի։ Չգիտեմ, երբեմն ես էլ եմ նկատում, որ կադրում մի փոքր տարբեր եմ, կախված դիմարդարումից, լույսից, ցաներվածքից, չգիտեմ, բայց համենայն դեպս ես կարող եմ փաստել, որ թագով թե առանց, տիտրոսով թե առանց, կոմպլիմենտների պակաս ցանկացած տարիքի ու սեռի մարդկանցից փողոցում ամեն օր քայլելիս ես պակաս չունեմ, ինչ որտեղ նաև ուրախանում եմ, դա ընդունում եմ որպես արդարացված, հա, այդ տիտրոս, որ իրոք մարդիկ ինձ սիրում են ու ընկալում են որպես գեղեցկուհի։ Ճիշտ ես։ Հետաքրքրվում են, քո սիրտը ազատ է թե ոչ։ Թող հետաքրքրվեն։ Անպատասխան են թողել մնան, այո։ Գերակ։ Ինչ ասեմ։ Եվ վերջին կոմենտը։ Վերջապես, համ սիրուն, համ խելացի հայուհի։ Շնորհակալ եմ։ Լավ նոտայով եմ ավարտում, որ Ապես։ Ո՞վ է պետք է չէ շատ կոմենտներ հանել, որովհետև Լիաննա շատ ծանր է տանում։ Զգացվում է։ Լիաննա, հույս ունեմ քեզ չնեղացրեցինք։ Չէ, իհարկե, ոչ։ Մենք քեզ Կոփվել եմ ինչ-որ չափով, ամեն դեպքում կոփվել եմ։ ֆանտաստիկ է։ Նամանավանդ որ դրանք այդքան շատ Իդեպ, հետաքրքիր է։ Դու ոնց ես նայում այն մարդկանց, որ իրենց համար լրիվ մեկա թե ինչ կգրի։ Նախանձով։ Նախանձով։ Հա։
Այո, իսկապես նախանձելի է, բայց օրինակ ես էլ չեմ կարողանում հասկանալ, ոնց կարելի է այդքան անտարբեր վերաբերվել վատ կոմենտներին, ես էլ եմ այնպես որ նախանձով ձեզ հետևում։ Այսքանը, հուսամ մենք քեզ չնեղացրեցինք, հուսամ վատ լիստքերով այստեղից չես գնա։ Միանշանակ դրական, շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Շնորհակալություն եւս մեկ անգամ քեզ, որ ժամանակ գտար եկար մեզ մոտ, իսկ ես ուզում տեղեկացնել, որ United Technical Service-ը մեր գլխավոր գործընկերն է, որը պաշտոնական ներմուծողն է Grohe ընկերության։ Grohe կայունություն եւ կոմֆորտ մեկ սրահում։ Դավիթ Անհախտ 9։ Սրահը ներկայացնում է United Technical Service ընկերությունը։